Պարոն Քոչարյան, բարև ձեզ։ Ընտրություններում հաջողելուց եւ երկրի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ինչ ժամկետներում եւ ինչ պայմաններով եք պատկերացնում Արցախահայ ռազմագերիների վերադարձը եւ արդյոք հնարավոր է դա։ Շնորհակալություն։ Համոզված եմ, որ հնարավոր է, համոզված եմ։ Համոզված եմ նաեւ, որ այս իշխանությունը դրանով չի զբաղվում։ Դուք իրենք ասում են, չէ, մենք ինչ էին ասում են, մենք զբաղվում ենք, բայց սա նուրբ թեմա է, լավ է դրա մասին չխոսանք, բայց մենք դրանով սենց զբաղվենք լռությամբ, այսպես ասենք։ Երեք ինչ որ ասեց արցախցիների մասին, մեկ բանի վկայություն է, ոչ թե չեն զբաղվում, այլ ուզում եմ, որ նրանք այնտեղ մնան, որ հանկարծ հեղինակություն ունեցող մարդիկ չհայտնվեն այստեղ եւ չփորձեն միավորել նաեւ արտագաղթած մարդանց ինչ-ինչ նպատակների համար։ Սա է նպատակ։ Պետք է զբաղվել։ Օրինակ ամոթալի էր, որ նախագիծը ստորագրելուց օրինակ այդ խաղաղություն կոչված, որը խաղաղություն չի, նույնիսկ այդ թեման չկար։ Թեման չկար։ Իրենք պետք է դա նախապայման դնեին, ասեին լավ, մենք գալիս ենք օրինակ, կարային չէ շատ հանգիստ ասեն, գալիս ենք Վաշինգտոն, մի բան պիտի ստորագրենք։ Դժվար է, մենք դրա պատասխանը պիտի տանք, մարդիկ մեզ հարցնելու են։ Լավ, գոնե մի քանի օգու բաց թողեք։ Կարային չէ ասեն։ Չեմ կասկածում, որ հնարավոր է դա անել։ Ալիևը ինչ հաճույք պիտի դատական ամբողջ այդ ընթացակարգից ստանալ, արդեն ստացել է։ Արդեն ստացել է։ Սա լինելու է մեր հետագա խաղաղության բանակցությունների խաղաղության պայմանագրի ստորագրման բանակցությունների մի մաս, անպայման։ Նայեք, ես միշտ իմ խոսքի տերն եմ եղել։ Ես չեմ կարող հիմա ասել 2 ամսում կամ 3 ամսում կամ 5 ամսում, բայց ես ձեզ ասում եմ, որ այդ հարցը ողջամիտ ժամկետներում իր լուծումը կարող է ստանալ։ Ես տեսնում եմ դա, դրա այդ հնարավորություն տեսնում եմ։ Լավ, ուրիշ բան չասենք, լավ, գերանցում այդքան հողեր ես տվել, բան ես արել, չես կարող ասել բանակցել։ Դիմաց ինչ է ստացել, ոչ մի բան։ Ականապատման քարտ, լիքը բաներ կա, հենց այնպես, հենց բաժանելով, տալով տվել են։ Հետո միջև երբ։